Այսքան բան, ամեն ինչ վերջացավ, Սաշ։ Մնում է մենակ մի բան, որ Լուսինեն մոռանա ինձ, որ գոնե տողությամբ չմտածեմ, որ իմանամ չի տանջվում, ոնց էլ մտքովս անցել փախնել Լուսինեի հետ, ոնց։ Առաջին անգամ Սոնային տեսա համալսարանի մոտ, կարմիր զգեստով, աղջիկների հետ կանգնած էր։ Շատ գեղեցիկ։ Հետո երկրորդ օրը գնացի համալսարան ու միջանցքում կարմիր զգեստ էի փնտրում։ Դու դասարանի դուռը բացեցի, տեսնեմ սև շորով նստած։ Սոնան ինձ համար միայն կին չէր։ Ես Սոնայով ապրում էի։ Մենք այնքան երազանքներ ունեինք, երկուսս էլ նույն երազանքները։ Ուզում էինք մեծ տուն կառուցել, որ անպայման բակ ունենա, որ ծառեր լինեն ու 4 երեխա ունենանք։ Սոնան գնաց իմ բոլոր երազանքները անկատար մնացին։ Առանց Սոնայի երազանքներ չկան։ Իդես առաջին անգամ որ քեզ գրկեցի, ստացա որ քեզ համար ամեն ինչ կանեմ։ Որ երկուսիս փոխարեն քեզ կսիրեմ։ Իմ ու Սոնայի։ Որ կանեմ ամեն ինչ, որ իմ Սոնան ինձանից չնեղանա։ Որոշեցի, որ դու իմ Սոնան կլինես։ Ես առանց Սոնա չէի կարող։ Ապրելու համար ինձ Սոնա էր պետք։ Իսկ մինչև այդ ինչ-որ անուն ինձ համար որոշել էիք։ Չէ, Սոնան չէր թողնում, որ որոշենք։ Ասում էր կծնվի, կնայեմ ու կասեմ անունը։ Եթե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր։ Եթե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր, ամեն ինչ ուրիշ կերպ էր կլիներ։ Արամը իր երեխայի հետ կլիներ, կմեծացներ իրեն, ու այսօր այդ տղան ուրիշ տղա կլիներ։ Սոնան մեզ հետ կլիներ, ես էլ ուղիներ չէի փնտրի հարազատ աղջկաս հետ մտերմանալու համար։ Ես հիշում եմ, որ դուք մանկատանն եք մեծացել։ Իսկ Սոնան հայր կամ մայր ունի։ Չէ, բարեկամներ ուներ, դե հայրը շուտ էր մահացել։ Իսկ մոր մասին տեղեկություններ չունեմ։ Նա արտասահմանում էր։ Մենք դեռ նոր էինք ամուսնացել, Սոնան մի մորաքույր ուներ, հաճախ իրենց տանն էր ապրում։ Մորաքույրն էր մահացավ, այնպես որ նոչին բարեկամ չկա։ Կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե։
Իսկ դուք ինչի եք մանկատանը մեծացել։ Ես լավ ծնողներ եմ ունեցել, բայց հայր շուտ է մահացել, նրան գրեթե չեմ հիշում։ Ես 10 տարեկան էի, Արամը 3։ Հայրս շինարարության վրա էր աշխատում ու հիվանդացավ։ Մի օր բերեցին տուն, թույլ էր։ Մայրս խառնվեց, իրար բժիշկ կանչեցին։ Հետո նրան հիվանդանոց տարան, մայրս նրա մոտ էր խնամում էր։ Մոտ մի տարի մայրս օրերով, շաբաթներով խնամում էր ու տուն չէր գալիս։ Մենք տատիկիս մոտ մնացինք։ Վերջ, հայրս մահացավ, հետո էլ մայրս մահացավ։ Մորս մահը ինձ համար կատված էր, ես մամ ինչ հասկանում էի, տեսնում էի, Արամ փոքր էր։ Հայրս որ հիվանդ էր, հարևանները գալիս էին մեր տուն հարց-փորձ էին անում ու ես գիտեի, որ նա մահանում է։ Իսկ մայրս օրս թաղումից 3 ամիս հետո մեքենայի տակ ընկավ։ Ես ու Արամը միշտ դիմավորում էինք նրան աշխատանքից հետո կանգառում։ Այդ օրն էլ իջավ ավտոբուսից ու մի մեքենա շատ մեծ արագությամբ եկավ ու մի օր մնաց հիվանդանոցում ու մահացավ։ Այդ տարի տատիկին էլ կորցրեցինք։ Այդ ժամանակ Արամը 4 տարեկան էր։ Ես դպրոցից եկա տուն, տանը մարդ չկար։ Զարմացա, տատիկը միշտ տանն էր լինում։ Պարզվեց Արամը հարևանի տանն է, որովհետև տատիկին հիվանդանոց էին տարել։ Նրան էլ տուն չբերեցին, մենք մի 4 օր ապրեցինք հարևանի տանը ու հետո մեզ մանկատուն տարան։ Մեզ տարբեր մանկատներում էին պահում, որովհետև տարիքային տարբերություն կար։ Այդպես էր կարգը, ճիշտ ասած ես չէի կարողանում դրա հետ համակերպվել, մի քանի անգամ փախել եմ մանկատնից, որ Արամին գտնեմ, բայց ոնց էի գտնելու։ Հետո քեզ մոտ բերեցին Արամին։ Հա, Արամն էլ չէր դիմանում։ Կարոտից մեղնում էր, վերջ բերեցին ինձ մոտ։ Ու էդ ավելի վատ էր, քան այն ժամանակ, որ նա հեռու էր ինձանից։ Ինչի։ Նարեջան, ես չէի կարողանում նրան տեսնել որբի կարգավիճակում։ Ճիշտ ասած, այն ժամանակ ես այդքան չէի գիտակցում, չէի պատկերացնում, բայց միևնույն է, վրան չէի կարողանում նայել։ Նայում էի վրան, աչքերս ինձանից անկախ լցվում էին ու փախչում էի, չէի կարողանում վրան նայել։ Իսկ ինքը փոքր էր, բան չէր հասկանում։ Հանդարտ էր տալիս։ Տարօրինակ մանկական հարցեր։ Ես չէի կարողանում պատասխանել։ Շատ չար էր, չար տղա էր։ Խաղալիքներ էր կոտրում, չէր լսում դայակներն էլ երբեմն շատ կոպիտ էին վարվում։ Մեղադրելու էլ չի, 3 դայակ, 10 երեխաներ, ծեծում էին, բան էին անում։ Ես էլ ոչինչ չէի կարող անել։
Այդ ամենը ինձ վրա շատ վատ էր անդրադառնում։ Ես արդեն շատ խորն էի գիտակցում, որ մենք մենակ ենք մնացել այս աշխարհում։ Ու ես պետք է Մարամին։ Դե հիմա ես մեծ մարդ եմ, հազար մի բան եմ տեսել, պատերազմ եմ անցել, ինչ ասես, որ գլխովս չի անցել։ Բայց հիմա, որ մեկ-մեկ հիշում եմ մանկատունը, սարսափում եմ։ Ամեն անգամ Արամը այսպես աչքիս առաջով անցնում է փոքր հասակում։ Շատ նիհար էր, շատ։ Մի օր ճաշը Արամ ջան, մի օր ճաշի թափել էր գետնին, հատուկ էր արել, չէր ուզում ուտեր։ Ու բռնեցին ու դուրս տարան։ Ձմեռ էր, մի քանի ժամ դրսում մնաց։ Ես չէի կարող դուրս գայի, չէին թողնում։ Ու հասկանում էի, որ եթե հիմա կռվեմ, ինչ-որ բան անեմ, մեզ էլի կբաժանեն։ Ու ստիպած էի սպասել, պատուհանից նայում էի ներքև։ Ու տեսնում էի Արամի շատ նիհար ստվերը։